21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան, այսօր տաղավարում հյուրընկալել եմ մանկական ստամատոլոգ Սերյոժա Արուստամյանին, բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Երբ մենք նախնական զրուցում էինք հաղորդման մասին, այսպես ասած պատրաստությունների փուլում, երբ հերթը հասավ թեմայի քննարկմանը, դուք ինձ շատ լավ առաջարկ արեցիք, որ եկեք թեմա հատուկ այդպեսին չընտրենք եւ խոսենք որպես մասնագետ եւ երկու երեխաների մայրիկ։ Այսինքն այն բոլոր հարցերը, որոնք որ յուրաքանչյուր մայրիկին հետաքրքրում է, սրանք պիտի բարձրաձայնենք։ Ես էլ առիթից օգտվել եմ ու լիքը հարց ունեմ ձեզ տալու, այնպես որ խնդրում եմ պատրաստ լինեք։ Սիրով։ Հատկապես ստամատոլոգիայում այսպես ասած առողջությունը սկսվում է հիգիենայից եւ կարծես թե առյուծի բաժինը հենց հիգիենային է բաժին գնում եւ ոչ միայն ատամների այսպես ասած կանոնավոր երկու անգամ լվանալու մասին է խոսքը, այլ նաեւ պրոֆեսիոնալ եւ մասնագիտական հիգիենիկ միջամտությունները։ Երբ պիտի սկսենք այս մասին մտածել, որովհետև մայրիկների շատերին թվում է, որ մասնագիտական այսպես ասած 6 ամիսը 1, այդ մեզ հայտնի ժամանակացույցով այցելությունները պետք է սկսել, երբ կան արդեն մշտական ատամները։ Կաթնատամների մասին հոգ տանելը ինչ մի նոր բան է, որ ինչպես շատ հաճախ ասում են մայրիկները։ Այո, եւ դա հիմնականում հենց խնդիրն է լինում, որովհետեւ օրինակ մեր մայրիկները, հա, երիտասարդ ծնողները նույնպես, իրանք ասում են շատ տարածածարտություն, բայց բժիշկ ջան, մեր ժամանակ օրինակ ատամները տենց չէր փչանում։ Հենց ասում են, խիա հիմա ասենց։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն ինչ սկսում է նաև սննդակարգից։ Այս ժամանակաշրջանի սննդակարգը ավելի տարբերվող է մեր ժամանակաշրջանի սննդակարգին։ Դրա մեջ մտնում են եւ հավելումներ եւ ֆաստ ֆուդը, որը շատ տարածված է։ Հավելանյութերը, ուտելիքների մեջ հավելանյութերը հիմա շատ են։ Իրանք ունեն իրենց դրական եւ բացասական էֆեկտները, հա, որոնք մեծ հանրության մեջ ունեն իրենց դրական եւ իրենց բացասականը։ Բացասականն էլ այն է, որ առողջության եւ ատամների վրա շատ է ազդում։ Դրա համար երեխաների մոտ ատամները ավելի արագ է փչանում, ավելի փոքր տարիքից ու կաթնատամները ավելի շուտ են փչանում։ Դրա համար ծնողների համար անսովոր է դա։ Երկրորդը կաթնատամների ժամկետները, կաթնատամներ կան, որոնք ավելի ուշ են փոխվելու, այսինքն 12 տարեկանում, 10 տարեկանում, օրինակ հետևի ծամիջատամները փոխվում են 10-ից 12 տարեկանում, ժանիքները կարող փոխվեն 13 տարեկանում անգամ, եւ դա շատ ուշ թիվ է, այսինքն այդ տարիքում եւ այդ տարիքը մինչեւ պետք է տատամը մնա, մինչեւ իր տակի ատամը, որը դուրս է գալի, իր ժամանակին գա։ Հիմա եթե մենք դրա հիգիենան չպահենք, ներվ շուտ հանենք, ինքը փշերվի չի դիմանա։ Դա համար պետք է պահենք եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով հիգիենան պետք է արդեն սկսի շատ փոքր տարիքից։ Ընդհանրապես 2.5 տարեկանից 2 տարեկանից սկսում է բյանի հիգիենան, անգամ նոր ծկտած ատամների համար sense պալչիկա մատ չոտկեր կան, որոնցով լվանում են երեխայի ատամները, հետագայում արդեն փոխվում են խոզանակների, ես շատ դեպքերում ասում եմ մայրիկներին, որ ուշադիր լինեն, ամեն գոնե երեկո երեխայի կողքը կանգնեն, իրանք լվանան, իրանք օգնեն հիգիենային հետևեն եւ միշտ խորհուրդ եմ տալի խոզանակը կոշտ վերցնեն։ Հազվադեպ եմ ասում մեդիում, կոշտ, ինչի կոշտ։ Ընդհանրապես ասում եմ, որ կոշտը դա վատ է, կոշտը բայց այդտեղ ուրիշ խնդիր կա, երկու խնդիր, առաջինը այս ժամանակաշրջանի կոշտ շոտկերը շատ դեպքերում այդքան է կոշտ չեն, ինչ որ այն ժամանակաշրջանի որակապես ու ավելի շատ մեդիում կոշտ են։ Եվ կոշտի լավ այն է, որ երեխան չի մեծահասակին նման 5-6 անգամ մի ուղղությամբ չոտկը շարժի, ինքը կարա ալարի, չհասցնի, հավես չունենա, եւ դրա համար կոշտի լավ այն է, որ 1-2 շարժումով ավելի շատ է մաքրում, ավելի շատ աշխատանք է կատարում, քան մեդիումը։ Երկրորդը, կոշտը նաեւ օրինակ մամայի ունեցա, ասել է դոկտոր ջան, կոշտով մի անգամ արել ենք, թեմից արյուն էր գալիս, դա նույնպես օգ չի, որովհետեւ լնդերը ունեն մասաժի հատկություն, այսինքն մերսման հատկություն։ Լնդերը երբ որ երկար ժամանակ լվացած չեն լինում կամ հիգիենան վատ են պահածնում, արյուն է գալիս դեմից։ Երբ որ 1-2 անգամ չոտկով մաքրում են, այդ արյունը դադարում է գալ, որտեղ լնդերը մասաժի են ենթարկվում։ Լնդերում կան մազանոթներ, որոնք կարիք ունեն մերսման, որպեսզի սեղմվեն եւ այդ անոթները ավելի շատ աշխատեն։ 1-2-ից հետո էլ արյուն չի գալիս լնդերից, ծնողները շատ սիրով օգտագործում են չոտկը, որտեղ լնդերը սովորում է։ Բացի դա, մենք մոռանում ենք ատամնաթելերի եւ իրիգատորի մասին, բերանի իրիգատորի մասին, որը շատ կարեւոր ու այս սերնդի համար կարեւոր ապարատ է, այն ջուր է
ջուր է կրակում կոպիտ ասած, ասենց մեր բառերով ասեմ, միջատամնային տարածություն ջուր է կրակում, որը մաքրում է միջատամնային տարածությունը շատ արագ եւ էֆեկտիվ։ Իսկ թելն է արագ էֆեկտիվ, բայց թելի բացասական բանը այն է, որ դու շարժումներով կարաս սխալ անես եւ ուտելիք ավելի հրես։ Թելը որ դնում ես ատամների արանքը բրդում ես ներքև, երեխան դե հատուկ անկյուն կա, այդ անկյունով պետք է անի։ Երեխան կարող է չանել այդ անկյունը ու ուտելիք ավելի բրդել ներս, քան հանել դուրս։ Դրա համար իրիգատորը ամենալավ մեթոդն է, բայց իրիգատորն էլ իր օգտագործման ձև ունի ճիշտ։ Դու դա սխալ ես օգտագործում, դա էլ կարա էմալը եւ ատամը վնասի։ Հա, պետքա ռեժիմ կա, ճիշտ գլխիկ կա, որ իրիգատորին դնում են եւ պետք է օգտեն։ Դրա համար որպես այսպիսի բաներից խուսափեն, հարկավոր է մանկաբույժ։ Ամեն երեխա պետք է ունի իր մանկաբույժը, որը հետևում է, որը 5 ամիսը մեկ կանչում է երեխային, հետևում է, տեսնում է ատամները ինչ վիճակում են։ Բացի դա, վերցնենք մածուկները, չէ՞։ Օրինակ մեր հայերը ինչ անում, բոլորը գնում են խանութ կամ գնում են առաջի հանդիպած ապտեկան, ասենց ասած մեր դեղատուն, մեր լեզվով ասած, դեղատուն ու ինչ են անում, առնում են ուղղակի ատամի խոզանակ, մանկական, կարող է մանկական, լավ համերով, բայց մենք ինչ պետք է հաշվի առնենք։ Նախ մանկականները ավելի վտանգավոր են, քան մեծերինը, ինչու՞։ Որովհետև մանկական ատամի բաները, մածուկները, իրանք ունեն եթերներ, իրանք ունեն համային հավելումներ, դրանք ավելի բացասական էֆեկտ են ունենում, քան դրական։ Դրա համար եւ առնելուց պետք է հասկանաս ինչ բրենդ ես առնում, խորհրդակցես բժշկիդ հետ։ Ինքը մի քանի բրենդներ քեզի, այսինքն կամպանիաներ խորհուրդ տա, որոնք ավելի լավն են, քան մնացածը։ Հետո հիմիկվա կան ատամի մածուկներ, որոնք օգտագործում են փոխարինիչներ կալցի, հավելումներ կալցին, որ կալցին ավելի քիչ, անգամ այդպիսի կամպանիաներ կան, որոնք շատ հայտնի են, դες անունը չեմ տալիս, բայց կան այդպիսի կամպանիաներ, որոնք փոխարինիչներ են օգտագործում, որը ոչ թե դու ատամին ավելի շատ օգնում ես, այլ ատամին ավելի շատ վնասում ես։ Պատկերացրեցիք, դրա համար մանկական ատամնաբույժը շատ կարևոր է երեխայի ամբողջ կյանքում, չէ՞, 18 տարեկանը, որտեղ նա հետևում է եւ իր կծվածքին, եւ իր ատամների ձևին, եւ ընդհանուր առողջությանը։ Եվ հիշեք, յուրաքանչյուր հիվանդություն առաջինը արտահայտվում է բերանում։ Բերանը օրգանիզմի հայելին է։ Երբ որ ինչ որ խնդիր լինում օրգանիզմում, առաջինը դա երևում է բերանի խոռոչում։ Մանկական ստոմատոլոգների մոտեցումները եւս շատ հաճախ տարբերվում են, որովհետեւ մասնագետների խումբ կա, ովքեր ասում են, որ ատամնաքարերի հաճախակի հեռացումը այդքան էլ ճիշտ չէ, մյուս մասնագետներն էլ պնդում են, որ նույնիսկ երեխաների դեպքում ավելի հաճախ պետք է արվի, քան օրինակ մեծերի դեպքում 3 կամ 6 ամիսը մեկ ենք, հա, դիմում նման հիգիենիկ միջոցառումների։ Եվ այս համատեքստում նաեւ տորացման մասին էլի շատ հակասական են կարծիքները, ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումն ինչպիսին է։ Նայեք, որպեսզի իմ ազգը, իմ հանրությունը հասկանա պետք է, թե պետք չէ, նախ պետք է հասկանանք ինչ է ատամնաքարը։ Նայեք, մեր խնդրին անում են, որ մեր ազգին շատ հեշտ է լինում մանիպուլացնել, այսինքն մարդը օրինակ խալաթով է մարդը, ինչ ասի մեր ազգը, բայց սա ինտերնետի դարա, ես իմ ծնողներին անձամբ անգամ խորհուրդ եմ տալիս, ասում ժողովուրդ ջան, սա ինտերնետի դարա, որ հարց եք ունենում, կասկածում եք իմ ասածների կամ ինչ-որ մեկի ասածների, ինտերնետից ստուգեք։ Նախ պետք է ատամնաքարը ինքը միկրոբների եւ սննդի կույտ է։ Սենց շատ պարզ եմ բացատրում, հա։ Ինչ է տեղի ունենում սնունդը, որ լավ չեն մաքրում միջատամնային տարածություններում հավաքվում է կամ ատամի վզիկային հատվածում, լնդի հատվածներում հավաքվում է, գիշերը քնած ժամանակ բերանը փակ վիճակում, ածխաթթու գազի քանակը շատանում է, ճնշումը բերանի խոռոչում շատանում է, միկրոբների կոպիտ ասած արտաթորանքների պատճառով էլ առաջանում է քարեր, խառնուրդի պատճառով դրա։ Առաջանում են տարբեր տեսություններ կա, սա ամենատարածված տեսություններից մեկն է։ Առաջանում են քարեր, այսինքն ինչ է այս ներկայացում, սննդի, միկրոբի կույտ։ Եվ եթե դա երկար մնա ատամի վրա, ինչ կլինի։ Ատամը կքայքայի, մեր բառերով ասած, բայց կկրծի ատամը, հա, ատամը կսկսի, հետո մենք դիմա քարը հանում ենք, դնում ենք ատամի էմալը արդեն ոնց որ sense փոս խորթուբորթ է, վնասված արդեն։ Եթե երկար մնում, անգամ էմալն էլ է դուրս գալիս հետը երեխայի։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Քարը քայքայում է ատամը, նաև լնդերը նույնպես իջացնում, նստեցնում է։ Եվ ատամը կարա ես երեխա եմ ունեցել, երեխան ունա նու ավելի մեծ տարիքով դեպի 12-14 տարեկան այդ աղջիկը, կարծեմ մի քիչ լավ չեմ հիշում, աղոտամիա տարիքի շա, իր դիմացի մշտական ատամը այնքան էր քարից իջել, որ շարժվում էր։ Ու մենք շատ դժվար ենք, մենք տանջվում ենք, որ հասկանանք այնպես անենք լնդերը աշխատած, հա, որ կարողան պիտի պահենք։ Ու պետք է գտնենք ձև, որ բահագին ոսկորը քայքայվել էր եւ ատամը նույնպես։ Ինչի, որովհետեւ իր ատամները
ճիշտ չէր Օպտիմալ դրված։ ժամանակահատվածը ո՞րն է քարերի Օպտիմալ ժամանակահատված ընդհանրապես քարի հեռացման չկա։ Կա 5 ամիսը 1 խորհրդատվության կալ բժշկի մոտ ինքը ասի, օրինակ դու կաս 5 ամիսը 1 գաս, տեսնես չկա քար, 8-րդ ամսին առաջանա։ Դու պետք է հիգիենատ անընդհատ պահես, դու անընդհատ պետք է դա հսկողության մեջ պահես։ Եվ այստեղ շատ օգնում է իրիգատորը։ Այո, շատ ճիշտ է, որ ասում են քարերը չի կարելի շուշուտ հեռացնել, հա, շուշուտ արագ, բայց ինք ունի ժամանակ, բայց չես էլ կարա թողես, պետք է հեռացնես։ Հիմա ինչ անես, ոչ այնա կարաս հեռացնես, դրա համար մեզ օգնություն է գալիս իրիգատորը, իրիգատորը։ Իրիգատորը ինչ է։ Ինքը ապարատ է, որը կրակում է միջատնային տարածությունում ջրի, հա, շիթը եւ մաքրում է։ Եթե չկա ուտելիք, չկա նաև քար, եթե չկա միկրոբներ, չկա քար։ Ահա, դուս գալուս է գալիս, որ ընդհանրապես 20 վայրկյան ուղակի sense ատամների վրով այդ ապարատը անցկացնելը ամբողջ քարերից կանխում է քեզ։ Եվ անգամ եթե քարերը առաջանան մի տարի, 8-9 ամիս հետո կասեն շատ քիչ, որը արդեն վտանգավոր չի հեռացնելը, որտեղ ուրիշ նյութեր են օգտագործում։ Հետո տարիքային շեմ կա, տարբեր տարիքային շեմով տարբեր ապարատներ են օգտագործում քարերի առանցում, որտեղ իր բաղադրությունն էլ է տարբեր լինում։ Պետք է հասկանալ, փոքր 4 տարեկան, 3 տարեկանների քարերին ուրիշ նյութեր են օգտագործում, ուրիշ ձև են հեռացնում։ Մեծերին ուրիշ։ Եվ իհարկե նաև պետք է հաշվի առնենք ջուրը։ Ինչ ջուր են օգտագործում։ Ջուրը հանքայնություն ունի եւ եթե ջուրը լավ ֆիլտրված չի լինում, շատ հանքային տարրեր է պարունակում, նույնպես քարերի պատճառ է։ Եվ դա էլ պետք է հաշվի առնենք, որտեղ են ապրում, ջրի քանակը, ջրում հանքային նյութերի քանակը ֆիլտրվում է, թե չէ։ Ես ունեցել եմ պացիենտ, իրանք ապրել են Երևանում, բայց ջուրը իրան շատ վատն է եղել։ Ու իրանք էլ են ասել, որ շատ վատն են, եւ անցել են արդեն բանի կուլերները կատացեն կուլերի, հա, կուլերի են անցել, ապարատային, այսինքն ջրերի են անցել, բայց դա նույնպես լուծում չի նե, որտեվ վերջում այդ ջուրը պետք է այդ ջրի հարցը լուծվի։ Այսինքն մենք ինչ հասկացանք, սնունդը, ջուրը եւ հիգիենան։ Երեք կարևոր բան է՝ սնունդը, ջուրը, հիգիենան։ Այս երեք բանը պետք է հստակ պահվի։ Առաջին ատամնաքարից խուսափելու համար եւ երկրորդը կարիեսից։ Իսկ ֆտորացման մասին ինչ կասեք։ Ֆտորացումը շատ կարևոր է։ Նախ մեր հանրության մեջ իհարկե սենց YouTube-ով էլ շատ տարածված սենց կասպերոլոգիական, հա, բաներ կան, որ ֆտորը վնասում է օրգանիզմին, նա կարող է բերել դաունիզմի, այսպիսի բաներ, այո, կան։ Նախ գոյություն ունի ֆտորի երկու տեսակ՝ իոնիզացված եւ ոչ իոնիզացված։ Մեր ստոմատոլոգի մեջ օգտվում ոչ իոնիզացված ֆտոր, այսինքն ինքը այն տեսակի ֆտորն է, որը վտանգավոր չի առողջության համար, հա։ Ձկի մեջ էլ այդ ֆտորը կա, ինչ հիմա որ մարդը շատ ձուկ է ուտում, դա ունա դառնում, կամ հիվանդություն է ձեռք բերում, կներեք 1000 անգամ դա շատ վատ հիվանդություն է, բայց այո, իսկ եթե օգտագործում են իոնիզացված ֆտոր, դա շատ վտանգավոր է, բայց այդպեսի ֆտոր չի օգտագործում համարյա կենցաղում ոչ մի տեղ։ Ֆտորը շատ օգտակար է։ Վերցնենք Ամերիկայում շատ մարդկանց մոտ, երբ որ գնում ես Ամերիկա, ժպտում են շատ սպիտակը, դա հենց ֆտորի շնորհիվ է, որտեղ ֆտոր շատ են օգտագործում, եւ ջիթն էլ է ֆտորիզացված, հա, եւ դրա շնորհիվ ատամները շատ սպիտակ, նորմալ տեսք։ Իսկ ինչպես է երեխաների դեպքում սա կիրառվում։ Ինչ պարբերականությամբ, արդյոք բոլոր երեխաների համար սա ցուցված է։ Ոչ բոլոր երեխա, նայեք, մեծամասնության համար է ցուցված, բայց ունենք դեպքեր, որ չի կարելի ֆտորով իրանց պաստա, բայց սա նույնպես բժիշկը պետք է նայի, որտեղ մի քանի ֆակտորներից է դա կախված։ Դա բժիշկը դա պետք է նայի, որ ձեզ հստակ պատասխան տա։ Դա սովորական պայմաններով հեռախոսազանգով կամ անգամ նկարով չեն որոշում, էլի։ Անգամ երբեմն պետք է մենք բակ անալիզի ենք, բակտերիալ անալիզի ենք ուղարկում երեխային, որպեսզի հստակ պատասխան տանք նրան։ Լավ, եւ ի վերջո ֆտորի դրական կողմը որն է։ Ֆտորը ապահովում է բարձր թթվայնության աստիճան, իսկ բարձր թթվայնությունը մահացու է միկրոբների համար։ Եվ դրա շնորհիվ մեր երեխաների բեյանի խորոչում միկրոբների քանակը ցածր է անում։ Բայց կարանք, եթե մենք շատ միշտ պահենք բեյանի խորոչում թթվային միջավայր, կարանք հակառակ դեպքն էլ ստանանք։ Օրինակ երեխայի բեյանի խորոչում առկա լինում լեզվի կարմրություն, բերանի չորություն եւ լեզվի վրա երբեմն սպիտակ փառ։ Ինչն է դա? Սունկը։ Կանձիդոս հիվանդությունը, կանձիդա սնկի պատճառով։ Որովհետև բյանի խորոչում կա բալանս միկրոբների եւ սնկերի միջև։ Միկրոբները կոպիտ ասած միկրոբները սպանում են սնկերին, սնկերը սպանում են միկրոբներին։ Հիմա երբ որ դու այդ բալանսը անընդհատ շեղում ես, մյուսն է շատանում օրգանիզմ բյանի խորոչում։ Ու հիմա սկսում ենք պայքարել սնկերի դիմաց արդեն, բորաթթվով եւ այլն։ Որովհետեւ այս խնդիրներից խուսափենք, դրա համար ասում եմ, պետք է մանկական ատամնաբուժը երեխային բեյանի
բերանի խորոչի բուժողը երեխայի, որպեսզի այսպիսի խնդիրներ չունենան, մեր հին հայավայի մտածելակերպի հեսատան պայմաններում մի բան լուծենք, այդ դա պետք չի, որովհետև դուք խնդիրը կարաք ավելի բարդացնեք։ Մենք սովորում ենք երկրորդ անգամ վերապատրաստվում ենք այդքան տարի, որպեսզի եւ հղի կանգնած, եւ կերակրող մայրերին, եւ երեխաներին կարողանանք համապատասխան բուժում ցուցաբերել, որտեվ իրանք շատ խոցելի են։ Լավ, դրա համար պետքա պրոֆեսիոնալ մոտեցում տալ։ Այստեղ շատ ուզում եմ կարևորենք մանկական ստոմատոլոգի դերը։ Ինչու, որովհետև մենք սիրում ենք, չէ, եթե մեկ մասնագետի հետ անցել ենք ճանապարհ, ամբողջ ընտանիքով անցնենք իր հետ այդ հետագա ճանապարհը։ Բայց ես ուզում եմ այստեղ հստակեցնենք, որ երեխայի բերանի խոռոչով պիտի զբաղվի մանկական ստոմատոլոգը։ Այ ուզում եմ այդ ինչուների պատասխանը դուք տաք, թե ինչու է կարևոր եւ պարտադիր, որ երեխայով պիտի զբաղվի, երեխայի բերանի խոռոչով պիտի զբաղվի հենց մանկական ստոմատոլոգը։ Առաջի ֆակտորը հոգեբանությունը։ Երեխայի համար շատ կարևոր է հոգեբան։ Երեխան չի հետաքրքրում, ոչ ինչ պլոմ կդնես, այլ հա, ինչ պլոմբանյութ կօգտագործես, ոչ էլ ինչքան պրոֆեսիոնալ եւ հիգիենիկ կլինի, հա։ Հիգիենան կարևոր է իհարկե շատ, բայց ինչ պրոֆեսիոնալ sense սարք։ Երեխայի համար կարևոր է, անգամ երեխայի համար կարևոր է չի թե դու քո սենյակում ինչքան խաղալիք կամ սա բանը, օրինակ համասարքը ստոմատոլոգիական կլինեն կենթայիների տեսքով, գունավոր դեղին, գույնը, երբեմն այդ գունավորները երեխային ճնշում են։ Երեխայի մոտ դիսկոմֆորտ է առաջացնում դա։ Երկրորդն է դա ընդհանրապես երեխային չի, մասնագետն է երեխային հետաքրքրում, որտեղ երեխայի բերանի հետ աշխատում է մասնագետը, ոչ թե ապարատուրան։ Եւ ապարատուրան պետք է որակյալ լինի, բայց առաջինը մասնագետը, հոգեբանությունը, ոնց կմոտենա մասնագետը երեխային, ինչ մոտեցում կտա, կխոսա, կխաղա, կհետաքրքրվի երեխայով, քանի տարեկան ես, ինչ ես սիրում, երեխային պետք է ընկեր։ Ու մոտ ինքը գայս է բուժվելու գնում է։ Երեխայի մոտ պետք է այդ հոգեբանությունը կոտրել, որ դու եկել ես ատամնաբուժի մոտ։ Երեխան պետք է հասկանա, որ ինքը եկել է իր ընկերոջ մոտ, իր շատ սիրված ընկերոջ մոտ, որ իրան շատ սիրում է, ուշադրություն է դարձնում, իր հաջողություններով է հետաքրքրում։ Օրինակ ես ունեցել եմ շատ ֆուտբոլիստ տղա երեխաներ։ Անգամ ունեցել եմ ֆուտբոլիստ, ով որ այնքան լավ է խաղացել, 17 տարեկանում իտալական հայտնի թիմերից մեկը իրան օգտասած որպես ֆուտբոլիստ գնել է եւ իր ընտանիքով տեղափոխվում են։ Ու այդ երեխան ինձ գալի միշտ պատմում էր, հա, իր հաջողությունների մասին։ Երեխայում ունեցել, ով որ նույնպես խաղում է հիմա, հա, շատ հայտնի թիմերում, մեր Փյունիկ, ինչքան հիշում եմ, թիմում եւ էլի պատմում է հաջողությունից, իսկ երեխաները պատմում են։ Ինքը մի րոպե ավել սպասում էր, որ հաղթանակ ունենա ու գա ու պատմի ինձ, որ հաղթանակ է ունեցել։ Ես ստեղծել եմ այդ հետաքրքրությունը երեխայի մոտ։ Նույն աղջիկները ունեցել, որ իրանք նկարչուհի են եղել, բան հատուկ նկարներ են նկարել, հա, յուղաներկերով, կտավի վրա եւ բերե ինձ են նվիրել եւ փոքր եւ մեծ։ Եվ ես դա պահում եմ փոքր իշխանի տեսքով, փոքրիկ իշխանի տեսքով նկարել են ու ինձ ասում են դուք նման եք փոքրիկ իշխանին ու նկարը բերել ինձ էին տվել այդ նկարը, այսինքն դա է կարևորը։ Մոտեցում։ Այո, հա, առաջինը դա է կարևոր, որ երեխան սիրի քեզ, որ երեխան մի րոպե անգվել, ասի մամա ուզում եմ գնամ այնտեղ կարոտել եմ բժշկիս։ Եվ այդքանով դուք արդեն հաղթում եք։ Երեխան կթողի, որ դուք անգամ կթողի ատամ հեռացնեք, առանց ներարկելու անգամ ատամ հեռացնեք։ Դա է կթողի, որովհետև երեխան քեզ վստահում է, դու իր ընկերն ես, իր մարդն ես։ Եվ երկրորդ կարևոր պայմանը դա ինչի դես դիմում մանկական ստոմատոլոգին, որովհետև նյութը Օրինակ նույն հերթին կան ասում են դե մեր ընտանեկան բժիշկն ա եղել այսքան ժամանակ տայել ենք էլի երեխան լավ նստել է, բայց նյութերը պլոմբանյութեր կան, որոնք փոքր տարիքի երեխաներին չի կարելի դնել։ Ոչ բոլոր տեսակի լուսային պլոմներն են, որ երեխաներին փոքր տարիքի աշխատում են եւ կարելի է դնել։ Հա, կան նյութեր անգամ պլոմբային լուսային պլոմներ չեն, որոնք էլի կիրառում են, օրինակ 4 տարեկանից փոքր երեխաներին երբեմն այց ենք դնում, ապակի նմերային ցեմենտներ են դրանք, որոնք նույնպես շատ օգնում են, որտեվ ամեն ինչ չենք կարող անենք այդ երեխային կամ պետք է ուղարկենք նարկոզ։ Բայց մայրիկներն ասում են մենք ուզում ենք նարկոզից խուսափենք, մենք նարկոզ չենք ուզում կրիտիկապես չենք ուզում։ Մենք այդ տարբերակն ենք նրանց առաջարկում, այսինքն դու ճկունություն ունես նյութերի մեջ, հա մոտեցման մեջ, ինչ մոտեցում պետք է ցույց երեխաներին ատամի նյարդը, ներվը եւ անոթն նույնը չեն ինչ որ մեծահասակներինը։ Մեծահասակներն եթե կիմանաք որ մեր հայերը գիտեն, չէ՞, ներվանոց ասում են ասեղներն են մտցնում օգտագործում, հա, ֆայլեր են դրանք կոչվում։ Երեխաներին ոչ բոլոր դեպքերում ես դա օգտագործում ոչ բոլոր դեպքերում են դա օգտագործում ուրիշ մեթոդներով էսամ, հա, եւ եթե դու բավականաչափ սովորած եւ պատրաստված չլինես, դու երեխային կարաս վնասես։ Օրինակ կան որ ասում են դեղ եմ դրել, որ գնա երեխայի ներվը մահանա գա։
Չէ, այդ ոչ բոլոր այդ դեղերն են օգտագործվում հիմա։ Մկնդեղային կան, որոնք չի կարելի օգտագործել, ինքը թունավոր է։ Անհատական Հա, մոտեցում։ դրա համար այդ նյութերը, այդ ամեն ինչը վերապատրաստված բժիշկների մոտ է մենակ պետք, որոնք մանկաբույժերն են։ Նույն հղի կանայք նույնպես, կերակրող մայրերը նույնպես, նրանք էլ են գալիս հատուկ վերապատրաստված բժիշկների մոտ, որոնք նույնպես մանկաբույժության մեջ անցնում են դա շատ խորացած, որի շնորհիվ մենք ճիշտ մոտեցում ենք տվել։ Մենք արդեն երկու կյանքի հետ գործ ունենք, երկու կյանքի մոր եւ երեխայի Կամ երեխաների։ Այո, կամ երեխաների։ Ընդհանրապես իմ համար հղի կինը աշխարհի ամենագեղեցիկ կինն է, որտեղ Աստծո ստեղծագործությունն է պահում իր մեջ եւ կյանք է տալիս, որը իրանից գեղեցիկ մարդ չկա աշխարհի վրա։ Մեկ անգամ երբ մենք խոսում էինք, դուք նշեցիք, որ դուք միշտ հասանելի եք մայրիկների, ծնողների համար, երբ հերթը հասնում է երեխաներին։ Քանի որ սա կադրից դուրս ենք խոսել, ես ուզում եմ նաև հրապարակայնորեն այդ մասին խոսեք։ Իմ աշխատանքային հիմքում կա երկու սկզբունք։ Բժիշկը պետք է լինի միշտ հասանելի, ես բացատրում եմ գիշերը 4-ին են զանգարում։ Ու բժիշկը միշտ պետք է ունենա մեկ համար, որ այդ համարին իրան զանգը աշխատանքային չպետք։ Դու քո կյանքը դա աշխատանքն է։ Ինքը պետք է հասանելի։ Հա, եւ մոռացա եւս մեկ կարևոր հիմք, խորհրդատվությունը իմ մոտ միշտ պետք է լինի անվճար։ Տեսեք, ես ոչ բիզնեսմեն եմ, ոչ ինչ որ աշխատող եմ, ես բժիշկ եմ։ Ես Աստծո առջև երդում եմ տալիս, որ պետք է ծառայեմ իր ստեղծագործությանը եւ իրեն։ Եվ պարտավոր եմ իր առջև։ Ես աշխատում եմ Աստծո բարձրագույն ստեղծագործության հետ, մարդու հետ եւ երեխայի հետ առավելապես բարձրագույն ու իմ պարտականությունն է օգնել մարդկանց։ Մարդիկ են եղել ինձ ուղակի զանգե հարց են տվել, ինձ գրե հարց են տվել, ես ուղակի իրանց օգնել եմ։ Իրանք չեն եկել, ուղակի այդ պահին այդ հարցն են, ես օգնել եմ ուղակի, որովհետեւ դա իմ պարտականությունն է։ Հիշեք, բժիշկը պետք է ունենա աստվածավախություն։ Այն վարքյանին, երբ բժիշկը կորցրեց իր աստվածավախությունը, ինքը կլինի վտանգավոր, առաջինը իր, երկրորդը դիմացիների համար, ինքը կդառնա բիզնեսմեն։ Ինքը կկորցնի դա, ինքը կմոռանա ինչի համար է ինքը ստեղծված, ինչ է ինքը կատարում, որն է իր ֆունկցիան, եւ պատիժը կլինի եւ իրանը, եւ կվնասի կողքիններին։ Դրա համար ես իմ աշակերտներին էլ, որ հա դաս եմ տվել, ասում եմ միշտ բժիշկը պետք է լինի աստվածախ, մի մոռացեք դա։ Ես ասում եմ Աստծո գործընկերներն են։ Հա, դա մեզ մեծ պատիվ է, շատ մեծ պատիվ է տված մեզի, որ մենք աշխատենք մարդու հետ։ Եվ պետք է բժիշկը ոնց որ հեքիմից տարբերվի էլի, դա շատ կարևոր է։ Դրա համար պետք է սովորել շատ, երբեք տեղում չկանգնել եւ աստվածավախ լինել աշխատանքի մեջ։ Եթե այսօրվա մեր ամբողջ զրույցը ամփոփելու լինենք, ես ուզում եմ 3 կարևոր խորհուրդ առանձնացնել բոլոր մայրիկների համար, իրենց երեխաների բերանի խոռոչը առավելագույնս առողջ պահելու համար։ Առաջինը, մայրիկներ ջան, հեռու պահեք երեխաներին քաղցրից։ Այս դարում ցավոք սրտի, եթե դուք նայեք քաղցրի բատոնների շատերի ինստրուկցիան, հա, այսինքն պարունակությունը, բաղադրությունը, համարյա շոկոլադ չեք գտնի։ Փոխարինիչներ կգտնեք։ Դրա համար ամեն տեսակի քաղցր մի տվեք։ Ընդհանրապես ասեմ, շատ քաղցրի մեջ շատ կարևոր բան լրացում ասեմ, շատ քաղցր շուշա կոնֆետների եւ այդպիսի բաների մեջ պարունակում է օրթոֆոսֆորական թթու։ Դուք երևի գնացել եք ատամնաբուժի մեջ շատերը, ձեզ ատամը տաշելուց հետո կզգաք, որ մի հատ նյութ են լցնում, թթու համ ունի շատ։ Դա օրթոֆոսֆորական թթուն է 37% խտությամբ։ Դրա համար թթու է, բայց երբ որ օրթոֆոսֆորական թթուն օգտագործվում է շատ քիչ խտությամբ, 0.5-3% խտությամբ, ինքը շատ քաղցր եւ համով համ ունի, որը անգամ երեխանոտ կարող կախվածության պես բան առաջացնի։ Դա քայքայում է ատամները, առաջացնելով ատամների վրա միկրոճաքեր։ Այդ միկրոճաքերը նախատեսված են ստոմատոլոգիայում, որպեսզի մեր նյութերը կլեն, որ օգտագործում ենք, ավելի լավ կպնի պլոմբ այդ միկրոճափեն։ Դրա համար մենք օգտագործում ենք խիտ եւ օգտագործում ենք խիստ վարկյանների ընթացքում ստոմատոլոգիայում, բայց դա երբեմն կան ընկերություններ, որոնք քաղցրի մեջ են օգտվում քիչ տոկոսով։ Դե պատկերացրեք այդ նյութը ժամերով մնում է երեխու ատամների մեջ, արանքն է ատամների մնում, ինչ կանի ատամների հետ։ Դա 20 վարկյան, 30 վարկյան չեմ, ժամ է մնում։ Դրա համար քաղցրը, եթե անգամ չեք կարա երեխաներին չտաք, նայեք ինչ եք տալիս, ինչ քաղցր եք տալիս երեխային։ Տեսեք, կարդացեք բանի մեջ, հա, փաթեթավորման մեջ կարդացեք ինչ է պարունակում։ Երկրորդ խորհուրդը, խոզանակը եւ ատամի մածուկը մի ընտրեք ինքնուրույն։ Ընտրեք
բժշկի, մասնագետի խորհրդով, որտեվ դուք կարաք ասեք, բայց երեխաս ախր լվանում է ու տեսնեք, եւ երեխան քար ունի, եւ ատաները փչանում, որտեվ ես մի քիչ առաջ նշեցի, որ եւ կամպանիաներ կան հավելանյութեր են օգտագործում, եթերներ են օգտագործում եւ ընդհանրապես խոզանակներ լավը չի լինում։ Դա համար պետք է ընտրի բժիշկը։ Եվ ամենակարևոր երրորդ խորհուրդը գտեք մանկաբույժ եւ վստահեք ձեր մանկաբույժին։ Պարտաճանանչ 5 կամ 6 ամիսը 1 տարեք, ինքը կասի ժամկետը բժիշկը տարեք իր մոտ։ Հետևեք բժշկի աշխատանքին։ Պարտադիր պահանջեք ներկա լինեք բուժման ընթացքում։ Եթե անգամ բժիշկը ասում է ներկա չպետք լինեք, հիշեք, որ մի կամերանան, որ մեզ կանտեսնեն։ Հիշեք, որ դուք ձեր երեխայի թիկունքն եք, վահանն եք։ Դուք պարտավոր եք ներկա լինեք աշխատանքին։ Դուք պարտավոր եք տեսնեք ինչ է անում բժիշկը։ Դուք դա պարտավոր եք անեք եւ պարտավոր եք այդ պահին, երբ որ ձեր երեխան ստրեսի մեջ է, լինեք իր թիկունքին, բռնեք իր ձեռքը եւ տեսնեք եւ կառավարեք բժիշկը ինչ է անում եւ առանց ամանչելու միշտ հարցրեք ինչ եք անում։ Դուք պարտավոր եք իմանալ, որտեվ եթե դուք տեղեկացված եք, դուք զինված եք ու դուք գիտեք ինչ եք անում եւ ավելի կվստահեք ձեր բժշկին, բայց նաեւ կիմանաք, որ ձեզ չեն խաբում։ Այս էլ ամենակարևոր այս դարի երրորդ խորհուրդը, որտեղ ամեն սպիտակ խալաթ հագած չեն, որ անկեղծ են աշխատում եւ արդար են լինում։ Ձեզ հետ կարելի է շատ երկար խոսել եւ հատկապես երբ խոսքը գնում է երեխաների առողջության մասին, այստեղ շատ հարցեր կան, եթե դրան էլ գումարենք հանկարծ, որ հարցազրույցավարը 2 երեխա ունի, պատկերացրեք ինչքան հարց ունի, բայց դե քանի որ եթերային ժամանակներ սահմանափակ է, հետեւաբար այսօրվա համար ուզում եմ ասել ձեզ շատ շնորհակալություն։ Հույս ունենալով, որ դեռ հանդիպելու առիթներ ունենալու ենք, որտեղ մենք դեռ շատ հարցեր ունենք։ Այնպես որ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ ձեզ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս մանկական ստամատոլոգ Սերյոժա Արուստամյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Ցտեսություն։